2024 թվականին աշխարհում ատոմակայանները մատակարարել են ավելի շատ էլեկտրաէներգիա, քան երբևէ։ Համաշխարհային միջուկային ասոցիացիան իր 2025 թվականի համաշխարհային միջուկային կատարողականի զեկույցում նշել է, որ 2024-ին միջուկային ռեակտորները արտադրել են ռեկորդային 2667 տերավատժամ էլեկտրաէներգիա, գերազանցելով 2006 թվականին գրանցված 2660 տերավատժամ ցուցանիշը։ Այս պահին աշխարհում գործում է 440 ռեակտոր, որոնք ապահովում են համաշխարհային էլեկտրաէներգիայի մոտ 10%։ Էլեկտրաէներգիայի պահանջարկն այսօր այնքան արագ է աճում, որ թեև միջուկային էներգիայի արտադրած ծավալներն էլ են աճում, համաշխարհային պահանջարկի աճի տեմպերը շատ ավելի բարձր են։ Ահա թե ինչու ապագայում անհրաժեշտ կլինի ավելացնել միջուկային էներգիայի արտադրությունը։ Այս պահին 30 երկիր էլեկտրաէներգիա է ստանում ատոմային էներգիայի միջոցով։ Ամենաշատ միջուկային ռեակտորներ ունեցող երկրներն են Միացյալ Նահանգները 94, Չինաստանը 58 և Ֆրանսիան 57։ Միացյալ Նահանգներում միջուկային էներգիան ապահովում է ընդհանուր արտադրության մոտ 18%-ը, շեշտում է Համաշխարհային միջուկային ասոցիացիայի կլիմայի ծրագրի ավագ ղեկավար Ջոնաթան Քոբը։ Չինաստանում միջուկային էներգիայի մասնաբաժինը մոտ 5%, իսկ Ֆրանսիայում 57 ռեակտորները տալիս են գրեթե 70% էլեկտրաէներգիա։ Միջուկային էներգիայի առավելություններից մեկն այն է, որ նույնիսկ ուրանի գնի տատանումները շատ քիչ են ազդում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր արժեքի վրա։ 2024-ին միջուկային ռեակտորների միջին արդյունավետությունը հասել է 83%-ի, նախորդող տարվա 82-ի փոխարեն։ Սա վկայում է, որ արդեն ավելի քան 2 տասնամյակ ռեակտորները աշխատում են կայուն բարձր արդյունավետությամբ։ Այս պահից 40% էլեկտրական էներգիա արտադրվում է ածուխ այրելով, այսինքն ճիշտ այնպես, ինչպես 19-րդ դարում։ Այդ տեսանկյունից իհարկե թվերը գոհացուցիչ չեն։ Մյուս կողմից այդ 10%-ը, որը հիմա արտադրվում է ատոմային էներգետիկայի կողմից, դա այսպես ասած մաքուր էլեկտրաէներգիա է, որի արտադրման ընթացքում չեն գոյանում ջերմոցային գազերի արտանետումներ։ 2023 թվականին COP28-ի ժամանակ Դուբայում ստորագրվեց մի խարտիա 23 պետությունների կողմից, այդ թվում Հայաստանի կողմից, համաձայն այդ խարտիայի ստորագրված երկրները հանձն են առնում մինչև 2050 թվականը եռապատկել ատոմային էներգետիկայի մասնաբաժինը։ Ատոմային էներգիան համարվում է կանաչ էներգիա և դրա արտադրության համար անհրաժեշտ նյութերի քանակը բավականին փոքր է, նշում է Համաշխարհային միջուկային ասոցիացիայի կլիմայի ծրագրի ավագ ղեկավարը, համեմատելով այն վերականգնվող աղբյուրների հետ։ Որոշ վերականգնվող աղբյուրներ, ինչպես արևի և քամու էներգիան, արագ կարելի է կառուցել, բայց դրանք ընդհատվող են։ Էլեկտրաէներգիա են արտադրում միայն, երբ հասանելի է արևը կամ քամին։ Միջուկային էներգիան մինչդեռ կարող է արտադրել մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա շուրջօրյա, ապահովելով ժամանակակից հասարակության համար անհրաժեշտ մատակարարման անվտանգությունը։ Հավանական է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի բոլոր աղբյուրների համատեղ աշխատանքը էներգետիկ կարիքները լիովին հոգալու համար։ Զեկույցում անդրադարձ կա նաև Հայաստանին։ Նշվում է, որ մեր երկրում մեկ ատոմակայան է գործում Մեծամորում, որն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի մոտ 31%-ը։ Այս պահից Հայաստանում աշխատում է մեր ատոմակայանի երկրորդ բլոկը, դա մոտավորապես 440 մեգավատ հզորության բլոկ է, այսինքն ըստ այդ խարտիային Հայաստանը հայտարարում է իր նպատակը եռապատկել հզորությունը, հասցնելով այն մինչև 1300 մեգավատ հզորության։ Հայաստանի առաջնահերթությունները այս առումով համընկնում են համաշխարհային թրենդների հետ, եւ այստեղ Հայաստանը ընթանում է ճիշտ ուղով։ Զեկույցում մեջբերվում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը ԱՄՆ-ի հետ առարկայական քննարկումներ է վարում նոր ատոմակայանի կառուցման հարցով։ Հայաստան-ԱՄՆ հուշագրերից մեկը հենց էներգետիկ ոլորտում գործակցության մասին է։ Այս համատեքստում Ջոնաթան Քոբն անդրադառնում է ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներին։ SMRs are a very exciting new technology. Փոքր ռեակտորները նոր եւ շատ հետաքրքիր տեխնոլոգիա են։ Դրանք հարմար են այն վայրերում, որտեղ մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա պետք չէ։ Նման ռեակտորները կարող են կառուցվել ավելի արագ, քան մեծ ռեակտորները, եւ որոշ տեխնոլոգիաներ նույնիսկ կարող են արտադրել բարձր ջերմաստիճանի ջերմություն։ Սա նշանակում է, որ դրանք կարող են ապահովել ոչ միայն էլեկտրաէներգիա, այլև արդյունաբերական ջերմություն, օրինակ ալյումինի կամ երկաթի արտադրության համար, փոխարինելով բրածո վառելիքը։ Շատ հավանական է, որ ապագայում փոքր եւ մեծ ռեակտորները կաշխատեն միասին, ապահովելու համար անհրաժեշտ էներգիան եւ ցածր ածխածնային արտադրությունը։ Վերջին տարիներին միջուկային էներգիայի արտադրության աճը հիմնականում ապահովում է Ասիայում։ Վերջին տասնամյակում շահագործման հանձնված 68 ռեակտորներից 56-ը կառուցվել են հենց այս տարածաշրջանում։ Տեմպերը չեն դանդաղում։ Այժմ կառուցվող 70 ռեակտորներից 59-ը նույնպես Ասիայում են։
Նիկոլայ Ավետիսյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։